Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ինձ մոտ եկողին ես բնավ դուրս չեմ անի Հովհաննես 6:37 Այս խոստման տևողությանը սահմանափակում չկա Այստեղ պարզապես չի ասվում Ես մեղավորին դուրս չեմ անի, եթե նա առաջին անգամ է եկել, այլ ես բնավ դուրս չեմ անի, բնագրում գրված է ես դուրս չեմ անի, ոչ չեմ անի կամ ես երբեք դուրս չեմ անի, այս տեքստը նշանակում է, որ Քրիստոսը չի մերժի հավատացյալին սկզբում, իսկ այն ինչ նա չի անի սկզբում, չի անի նաև վերջում, բայց ենթադրենք հավատացյալը մեղանչում է Քրիստոսին գալուց հետո, և եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին, առաջի Հովհաննես 2:1 Իսկ եթե հավատացյալները խոտորվեն, նրանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նրանց ձրի պիտի սիրեմ, որովհետև իմ բարկությունը հետ է դարձել նրանցից, Ովսե 14:4 Բայց չէ որ հավատացյալները կարող են փորձության մեջ ընկնել, Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունից ավելի փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել, առաջին Կորնթացիս 10:13 Բայց հավատացյալը կարող է մեղքի մեջ ընկնել, ինչպես Դավիթը, այո, բայց նա կսրբի նրան զոպայով և նա մաքուր կլինի, կլվա նրան և նա ձյունից էլ սպիտակ կլինի, Սաղմոս 51:7 Ես պիտի մաքրեմ նրանց իրենց անօրենություններից, որ մեղանչեցին իմ դեմ, և պիտի ներեմ նրանց բոլոր անօրենությունները, Երեմիա 33:8 Ոչինչ Հիսուսից չի կարող զատվել, նա իր սիրով է մեզ իրեն կապել, կյանքն առանց Տիրոջ դատարկ է, ունայն, նրա մեջ մնանք ընդմիշտ, հավիտյան, ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, ասում է Հիսուսը, և նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք չի հափշտակի նրանց իմ ձեռքից, Հովհաննես 10:28 Ինչ կասես սրան, ով դողացող ու տկար միտք, միթե անգնահատելի ողորմություն չէ այն, որ Քրիստոսին գալով դու չես կարող մեկին, ով մի կարճ ժամանակով լավ կվերաբերվի քեզ, իսկ հետո դուրս կանի, այլ կընդունի քեզ և իր հարսնացուն կդարձնի, և դու հավիտյան նրանը կլինես, այլևս ծառայության հոգին մի ընդունիր, որ դարձյալ վախենաս, այլ որդեգրության հոգին, որով աղաղակելու ես Աբբա Հայր, Հռոմեացիս 8:15 Օ, ինչ մեծ շնորհ կա այս խոսքերի մեջ, ինձ մոտ եկողին ես բնավ դուրս չեմ անի,